Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, թալանվածը, գողացվածը, ապօրինի կամ անարդար կերպով օտարվածը վերադարձնելու կառավարության կամքը ոչ միայն չի նվազել, այլև ահա պատրաստի ինստիտուտները, բանաձևերը, համակարգերը գործարկված են ապացուցելի եւ տեսանելի։ Բայց կարևոր է ընդգծել, որ այս ընթացքում ոչ միայն վնասված չէ Հայաստանի պետականությունն ու միջազգային հեղինակությունը, որը այս ողջ process-ի ընթացքում շատ մեծ ռիսկ էր, այլև ամեն ինչ արվել է լիարժեք, օրինականորեն եւ անցնցում։ Միևնույն ժամանակ մենք 100%-ով համատարիմ ենք մնացել 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության ընթացքում տված մեր խոստումներին, չբեմադրելով վրեժխնդրության ու վենդետաների տեսարաններ, այլ ընդհակառակը հավատարիմ մնալով պետության կայացման ինստիտուցիոնալ ճանապարհին, որը թերևս ամենաբարդ, ամենադժվար, բայց միակ ճշմարիտ ճանապարհն է եւ շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով։ Այս թեմայով իմ ասելիքը ամփոփելով ուզում եմ հատուկ ընդգծել, սա շատ կարևոր է, որ վերը նշված ընկերությունների անունների հիշատակումը այդ համատեքստում վերաբերվում է նախորդող շրջանի գործընթացներին եւ այդ ընկերություններին իմ հիշատակած հայտնի գործընթացների արդյունքում համարում եմ կառավարության հուսալի եւ վստահելի գործընկեր եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ ընկերությունների, խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ամուլսարի, Viva Armenia ընկերության, մեր համասեփականատերերին արդյունավետ համագործակցության համար, որը մենք անշուշտ կշարունակենք ամենաազնիվ կերպով։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այս ամենը լսելուց հետո հասկանալիորեն ձեր մոտ հարց պիտի առաջանա, բա ինչ են արվել, ինչի համար են օգտագործվել վերը հիշահատակված հավելյալ միլիարդները դոլարով եւ ավելի քան տրիլիոնը դրամով։ Շատ կարևոր հարց է եւ ես հիմա կետ առ կետ կձևակերպեմ այդ հարցի պատասխանը ամենակարևորագույն շեշտադրումներով։ 2018 թվականից ի վեր, խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք, 233 միլիարդ 800 միլիոն դրամ հատկացրել ենք թոշակների ավելացմանը։ Այսինքն 233 միլիարդ դրամ միայն հավելյալ տվել ենք կենսաթոշակների ավելացմանը։ 2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք նվազագույն թոշակը։ 5 անգամ կենսաթոշակները բարձրացնելու որոշում ենք կայացրել։ Միջին կենսաթոշակի չափը ավելացել է 22.3%-ով։ Այս ցուցանիշն իհարկե բավարար չէ։ Պետք է հարց ծագի, այս ինչ է, 233 միլիարդ հատկացրել եք եւ ընդամենը միջինը աճել է 22.3%-ով։ Այո, բայց պետք է հաշվի առնել, որ վեր նշված գումարը բաշխվել է անընդհատ ավելացող թոշակառուների միջև։ Իսկ 2018 թվականից մինչև այսպա մեր սիրելի թոշակառուների թիվը ավելացել է 125,000 դրամով։ Սա ընդգծում եմ ցույց տալու համար, որ մենք կենսաթոշակային հիմնադրամը հավելել ենք ահռելի ծավալով, բայց ահռելի ծավալով մեծացել է նաև կենսաթոշակառուների թիվը, որոնց միջև բաշխվել է նշված գումարը, որը անհատի մակարդակով երբեմն այնքան էլ շոշափելի չէ, որքան համախառն հիմնադրամի մակարդակում։ Նաև այս է պատճառը, որ մենք ներդրել ենք թոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում ետ վճարի համակարգ, որով շուրջ 290,000 կենսաթոշակառու ետ է ստացել շուրջ 19.9 միլիարդ դրամ, որից 18 միլիարդ դրամը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Շարունակելով այդ հավելյալ միջոցների թվարկումը, 2018 թվականից ի վեր 61 միլիարդ լրացուցիչ դրամ է հատկացվել մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի ծրագրին։ Սա ես խոսում եմ այն բյուջետային, եթե բյուջետային ծրագրերը եղել են,
Այս թվերը նախկինում եղածի վրա ավելացածներն են միայն 18 թվականից հետո։ Ի սկզբանե 2 տարեկան, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ծրագրի շահառու էին հանդիսանում միայն աշխատող մայրերը։ Այսինքն միայն աշխատող մայրերն էին մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ տանում։ 2018 թվականից հետո մենք նախ ծրագրի շահառու դարձրեցինք գյուղական վայրերում ապրող, բայց չաշխատող երիտասարդ մայրիկներին, ապա նաև քաղաքներում բնակվող եւ չաշխատող երիտասարդ մայրիկներին, այսինքն գործնականում բոլորին։ Արդյունքում 2018 թվականի համեմատ այս նպաստը ստացող երիտասարդ մայրիկների թիվը ավելացավ 4 ու 6 անգամ, 12733-ից դառնալով 58796, այսինքն ավելանալով 46063 մարդով, իսկ նպաստի միջին չափը ավելի քան կրկնապատկվել է։ Հաջորդը 31.4 միլիարդ դրամ տրամադրվել է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխաներին։ Այս ծրագիրը նախկինում գոյություն չի ունեցել եւ սկսել է գործել 2022 թվականի հունվարի 1-ից եւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 33825 երեխա պետությունից, պետական բյուջեից, այդ հավելյալ 4.2 միլիարդից 50000 ամսական դրամ աջակցություն է ստանում։ 5.4 միլիարդ դրամը բնակելի տների եւ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրել ենք 25000 քաղաքացիների, նրանց օգնելով էներգաարդյունավետ դարձնել իրենց բնակարանները եւ տները, հարմարեցնել հնարավոր բիզնես գործունեության համար։ Ծրագրի իրականացման եղանակը վարկերի տոկոսների սուբսիդավորումն է եւ այս 5.4 միլիարդը գնացել է այդ տոկոսների սուբսիդավորմանը։ 99 միլիարդ դրամը տրամադրել են 300 դպրոց ծրագրի իրականացման համար, որով դպրոցական ենթակառուցվածք կստեղծվի, կհիմնանորոգվի կամ կնորոգվի 63400 դպրոցականների համար։ 37 միլիարդ դրամը տրամադրվել է ուսուցիչների վարձատրությունը ավելացնելուն տարբեր ծրագրերով։ Ուսուցիչների աշխատավարձը բարձրացվել է 2019 թվականին համատարած, ապա գործողության մեջ է մտել կամավոր ատեստավորման ծրագիրը, ապա ԲՏՃՄ ուղղություններով եւ մինչև 100 երեխա ունեցող դպրոցների ուսուցիչների վարձատրության հավելումների ծրագիրը։ Արդյունքում 2018 թվականից ի վեր ուսուցիչների վարձատրության հիմնադրամը աճել է համախառն 37 միլիարդ դրամով, ինչը նշանակում է ուսուցիչների վարձատրության հիմնադրամի աճ 67%-ով եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում 597500 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Հավելյալ 74.3 միլիարդ տրամադրվել է գիտության ֆինանսավորմանը։ Ընդ որում իրականացվել է գիտաշխատողների աշխատավարձի բարձրացում 105-ից 300%-ով։ 2018-2024 թվականներին նախորդող 7 տարիների համեմատությամբ գիտության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում ավելի քան կրկնապատկվել է։ Հավելյալ 31 միլիարդ դրամ տրամադրել ենք բանակի ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը եւ այսօր Հայաստանում 582,000 դրամ աշխատավարձ ստացող շարքային զինվորական կա։ 2018-ից 2024 թվականներին նախորդող 7 տարիների համեմատ հավելյալ 242 միլիարդ դրամ է տրամադրվել ճանապարհների կառուցման համար եւ նախորդող 7 տարիների համեմատությամբ կառուցվել, հիմնանորոգվել եւ նորոգվել է, ուշադրություն դարձրեք, 2000 կիլոմետր ճանապարհ։ Սա 2011-17-ի նկատմամբ հավելյալն է։ Այսինքն այդ նախորդող շրջանի նկատմամբ 576%-ով ավելի շատ ճանապարհ է նորոգվել, հիմնանորոգվել, կառուցվել։ Ընդ որում
ոչ ֆինանսավորման, ոչ ճանապարհների կառուցման, այս թվերում ներառված չեն վարկային միջոցները, այսինքն հյուսիս-հարավ եւ այլ վարկերով կառուցվածքները ներառված չեն, եւ դրանց ծախսմամբ իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքները ներառված չեն նաեւ սուբվենցիաներով իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքները։ Այսինքն առանց վարկերի եւ առանց սուբվենցիաների 2000 կիլոմետր հավելյալ ճանապարհ 2011-ից 2017-ի համեմատությամբ։